Ռուսաստանի վառելիքի շուկայում խորացող ճգնաժամը մեր տնտեսության վրա էական ազդեցություն չի թողել, նկատում են մասնագետներն ու փաստարկում։ Հայաստանի ներմուծման կառուցվածքը բավականին դիվերսիֆիկացված է։ Հայաստանը բենզին եւ դիզել վառելիք ներմուծում է շուրջ 10 երկրներից եւ այդ ցանկը գնալ ընդնայվելու է, ընդ որում նաեւ այդ երկրների տեսակարգը անընդհատ փոփոխվում։ Ռուսական էներգաշուկայից ներմուծումը այս պայմանությամբ միջին հաշվով կազմում է 27-28%-ի չափ, ի տարբերություն, ասենք օրինակ անցած կամ նախանցած տարիներին, երբ որ կազմում է շուրջ կեսը եւ ավել։ Փաստացի օրինակ Եգիպտոսից ներմուծումը համարյա թե հավասարվել է Ռուսաստանի ներմուծման չափին եւ հնարավոր նաեւ ավելացվի։ Հունգարիա, Իրան Իսլամական Հանրապետություն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Վրաստան ու Ադրբեջան։ Հայաստանի այլընտրանքային ուղիները շարունակում է թվարկել տնտեսագետը։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով 2025 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 19855 տոննա նավթամթերք, որից մոտ 14945 տոննա դիզելային վառելիք։ Մաքսային արժեքը 5 միլիարդ 716 միլիոն դրամ։ 4910 տոննան էլ ավտոմոբիլային բենզինն է, որի ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիարդ 475 միլիոն դրամ է։ Օրինակ տարեվերջին 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ այդ ներմուծման ծավալը կազմում էր մեր ներքին շուկայի սպառման 0.5%-ի չափ, այժմ արդեն այդ թիվը կազմելու է մոտավորապես, քանի որ ներմուծումը շուրջ օրինակ բենզինի գծով կազմել է 2-ից 2.5%, իսկ դիզել վառելիքի դեպքում 10%-ը արդեն շուկայի ապահովում ադրբեջանական վառելիքով, ադրբեջանական բենզինը միջին հաշվով, այսինքն հաշվի առնելով նաև տեղափոխման այդ ծախսերը, շուկայում կազմում է 222 դրամ ինքնարժեքը։ Սա ռուսական բենզինի համեմատ Ռուսաստանից ներմուծման դեպքում, երբ որ արդեն Վրաստանից էր ներմուծվում, ավելի էժան է։ Ադրբեջանից Հայաստան բացի նավթամթերքից ներմուծվել են նաև շինարարական սալեր։ 2026 թվականի հունիս եւ հուլիս ամիսներին շուրջ 91 տոննա, որի մաքսային արժեքը կազմել է ավելի քան 110 միլիոն դրամ։ Այսպիսով Ադրբեջանից ներմուծված բոլոր ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է շուրջ 7.3 միլիարդ դրամ։ Հայաստանից Ադրբեջանը այս ընթացքում ըստ ՊԵԿ-ի արտահանում չի եղել։ Մեր երկիրը նաև օգտագործում է Ադրբեջանի տարածքը Ռուսաստանից, Ղազախստանից եւ այլ երկրներից ներմուծումներ իրականացնելու համար։ Քանի որ էներգակիրները բավական պահանջարկ ունեցող այսպես ապրանքներ են եւ կա, ասենք, համապատասխան հնարավորություն դա ներմուծվել, ապա պարզա որ առաջերտին պահանջարկ ներկայացվի այդ ապրանքի նկատմամբ, քանի որ դրա, այսպես ասած, սպառումը ոնց որ անմիջական է գնում եւ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։ Ինչ վերաբերում է մյուս ապրանքներին եւ դրանց արտահանմանը, ապա այստեղ պետք է բնականաբար շուկան ուսումնասիրվի, ստեղծվեն համապատասխան գործընկերային կապեր։ Նոր մատակարարումների աշխարհագրության ընդլայնումը Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունի։ Տնտեսագետի խոսքով, եթե Հայաստանը ժամանակին չդիվերսիֆիկացներ նավթամթերքի շուկան, ապա արտաքին ճգնաժամն այսօր կդառնար ներքին մարտահրավեր։ Վոլոդիա Մուշեղյան, Մեհեր Կիրակոսյան, լուրեր։